Շնացող կինը Հիսուսը ձիթենյաց լեռը գնաց, առավոտյան դարձյալ տաճար եկավ եւ ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։ Դպիժներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին եւ նրան մեջտեղ կանգնացնելով ասացին Հիսուսին. «Վարդապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Մովսեսի օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիններին։ Հիմա դու ինչ ես ասում»։ Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիսուսը գետնին նայելով մատով գրում էր հողի վրա, բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի դրա վրա»։ Սակայն նրանք այս լսելով մեկը մյուսի հետևից մեծից փոքր ելան գնացին եւ մնացին միայն Հիսուսը ու մեջտեղում կանգնած կինը։ Այդժամ Հիսուսը վեր նայեց եւ նրան ասաց. «Ով կին, քեզ ամբաստանողները որտեղ են»։ Քեզ ոչ ոք չդատապարտեց։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տեր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում, գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր»։